Մայիսի 12-ից 15-ը ճանաչողական այցով Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում էր Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը։ Հայաստանի ոստիկանության և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության համագործակցության շրջանակներում կազմակերպված այցը նախաձեռնել էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը։ Ծրագիրը բավական հագեցած էր թե մասնագիտական հանդիպումների, թե փորձի փոխանակման առումով։ Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը նախ այցելեց Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հասարակական կարգի պահպանության ու երթևեկության վարչություն և հանդիպում ունեցավ Փարիզի և Կից շրջանների անվտանգության շտաբի կոմիսար Ադամ Ֆլորանսի հետ։ Տեղեկատվական և ղեկավարման սրահում տիկին Ֆլորանսը հայ գործընկերներին ներկայացրեց կառույցի խնդիրներն ու աշխատանքային սկզբունքները։ Վարչությունն իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործառույթներ։ Իրավիճակը վերահսկվում է տեսախցիկներով, համապատասխան տեղամասերում դիտարկվում է թե ոստիկանների ծառայությունը, թե հասարակական կարգի պահպանումն ընդհանրապես։ Տեսախցիկների գործարկումը սկսվել է 2011 թվականից։ Ներկայումս Փարիզում հասարակական կարգի վերահսկում է իրականացվում շուրջ 1000 տեսախցիկներով, իսկ ճանապարհային երթևեկության վերահսկման մեջ ներգրավված է 14000 տեսախցիկ։ Միայն վերջին 2 տարում տեսագրությունների միջոցով բացահայտվել է շուրջ 7000 հանցագործության դեպք։ Կոմիսար Սիմոնենը հայ գործընկերներին հրավիրեց հասարակական կարգի ապահովման հարցերով տեղեկատվական և ղեկավարման կենտրոն աշխատանքի մեջ ներկայացնելու տեսադիտարկման համակարգի հնարավորությունները։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդ պահին Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներից մեկում ցույց էին անում և տեսախցիկները հնարավորություն էին տալիս լիարժեք դիտարկելու թե ակցիայի ընթացքը, թե մասնակիցների վարքագիծը։ Հարկ է նշել, որ Ֆրանսիայում զանգվածային միջոցառումների թույլտվություն տրամադրում են ոչ թե քաղաքային իշխանությունները, այլ ոստիկանությունը։ Ինչ վերաբերում է այս միջոցառմանը, ապա կազմակերպիչները կառավարության շենքի մոտ ցույցի թույլտվություն էին խնդրել, բայց ոստիկանությունն արտոնել էր շենքից 3 փողոց հեռու։ Ի դեպ, խոշոր զանգվածային միջոցառումների ժամանակ բոլոր գործողությունները վերահսկվում են հենց այս սրահից, և տեսադիտարկմանը հաճախ մասնակցում է Ֆրանսիայի ներքին գործերի ղեկավարությունը։ Հաջորդ օրը մեր պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի ոստիկանության տեղեկատվության և հաղորդակցության վարչությունում։ Հայկական պատվիրակությանն ընդունեցին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ, քաղաքացիական հարցերով ադմինիստրատոր Դավիթ Ժույաղը և նրա տեղակալ, ներքին գործերի նախարարության խոսնակ Պիեր Անրի Բրանդեն։ Ֆրանսիայի գործընկերները ներկայացրին վարչության խնդիրները, համագործակցություն զանգվածային լրատվության միջոցների հետ և ներքին գործերի նախարարի խոսնակի գործառույթի իրականացում։ ԶԼՄ-ների հետ կապը հիմնականում պահպանվում է էլեկտրոնային փոստի միջոցով։ Լրատվության կարևոր բաղադրիչն է նախարարության կայքէջը, որն ունի 6 միլիոն այցելու։ Բացի այդ, նախարարությունը ներկայացված է Facebook-ում, Twitter-ում և այլ սոցցանցերում։ Վարչությունը զգալի աշխատանք է կատարում նաև հանցագործությունների կանխարգելման ոլորտում։ Հաղորդակցության հարցերով վարչության պետի տարածքային տեղակալ Նիկոլա Վեյը ներկայացրեց ֆոտո և տեսանյութերի հարուստ պահոցը։ Տեղեկատվության և հաղորդակցության հարցերով պատասխանատու Ֆիլիպ Գիղոն ներկայացրեց հանցագործությունների կանխարգելման բնագավառում իրականացվող աշխատանքը։ Ստորաբաժանումը մասնավորապես պատրաստում է հանցավորությանը վերաբերող տեսանյութեր, լուսանկարային հավաքածուներ, բուկլետներ, որոնք համապատասխան մեկնաբանություններով տրամադրվում են քաղաքացիներին պրեֆեկտուրաներում, ուսումնական հաստատություններում, իրավապահների կողմից պարբերաբար կազմակերպվող բաց դռների օրերին։ Մայիսի 15-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց Անվտանգության հանրապետական ջոկատների կենտրոնական վարչությունում և հանդիպեցին Փարիզի Անվտանգության հանրապետական ջոկատների տարածքային ղեկավար Ժան-Ֆրանսուଆ Բասի և ջոկատների տարածքային վարչության շտաբի պետ կոմիսար Յաննիկ Լգենի հետ։ Կոմիսար Լգենը հյուրերին ներկայացրեց հասարակական կարգի պահպանման բնագավառի իրավական շրջանակը, Անվտանգության հանրապետական ջոկատների գործունեության դոկտրինան, ամբոխների կառավարման ոլորտում Ֆրանսիայի փորձը։ Կոմիսարը նշեց, որ 1944 թվականին ստեղծված կառույցը ազգային ոստիկանության կազմի մեջ է, հիմնականում որպես օժանդակ ուժ է օգտագործվում զանգվածային միջոցառումների ժամանակ, իսկ առաջին ջոկատն ապահովում է հանրապետության նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը։
Ֆրանսիայի գործընկերները հայկական պատվիրակության անդամներին ներկայացրին հատուկ տեխնիկան, պարազինությունն ու պաշտպանության միջոցները, գործողությունների ընթացքում օգտագործվող տրանսպորտային միջոցները եւ այլն։ Հետաքրքիր էր մեր պատվիրակության այցը Ֆրանսիայի շարժական ժանդարմերիայի զրահավորման խմբավորում, որտեղ հրամանատար գնդապետ Քսավիե Լեժոնը ներկայացրեց կառույցի պատմությունը, խմբավորման կառուցվածքը, գործառույթները, հատուկ միջոցները։ Խմբավորումը, որն ունի 13,000 զինծառայող, կազմավորվել է 1934 թվականին Փարիզյան խռովության օրերին եւ այսօր օգտագործվում է ոչ միայն որպես ոստիկանության օժանդակուժ հասարակական կարգի պահպանման ընթացքում, այլև մասնակցում է խաղաղապահ գործողությունների աշխարհի թեժ կետերում՝ Կոսովո, Աֆղանստան, Կոտ դ'Իվուար։ Ներկայումս 40 ֆրանսիացի ժանդարմ գործուղված են Կենտրոնական Աֆրիկա։ Հայ ոստիկաններն այցելեցին շարժական ժանդարմերիայի խմբավորման թանգարան, մասնակցեցին տեխնիկայի եւ հատուկ միջոցների անշարժ ցուցադրությանը, գնահատեցին ֆրանսիացիների հատուկ միջոցներին, մասնավորապես ռետինե մահակին տիրապետելու հմտությունը, որն ի դեպ լայնորեն կիրառվում է զանգվածային անկարգությունների ընթացքում ագրեսիվ իրավախախներին չեզոքացնելու նպատակով։ Après, il y a des variantes, on peut venir frapper avec le poing, ici, vous voyez partir. Մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Երևան։